Պարոն նախարար, 27 տարին լրացած եւ Հայաստանում չգտնվող տղաների հետ կապված ինչ առաջարկում, որովհետեւ այն նախորդ օրենքը կարծեք թե ժամկետը անցել է, հիմա իրանք չեն կարողանում վերադառնալ։ Եթե չեմ սխալվում, ազգային ժողովի падգամավորներից մեկի կողմից կա նախաձեռնություն, առաջիկայում առիթ կունենանք դրան անդրադառնալ։ Հայկ Սարգսյանի նախագիծը նկատի ունեք, թե ուրիշ նախագիծ է։ Ես գիտեմ, որ Հայկ Սարգսյանը նման նախաձեռնությամբ հանդես է գալու կամ եկել է, ուղղակի չի ընդունվել եւ հիմա այդ մարդիկ չեն կարողանում Հայաստան վերադառնալ։ Ուրեմն նոր նախաձեռնությամբ հանդես կգա։ Պարոն Պապիկյան, դուք համաձայն եք, եթե վերջացրեցիք հարցը, դուք համաձայն եք Փաշինյանի այն հայտարարությանը, որ արդեն խաղաղությունը եւ մեզ ոչ թե մարտունակ բանակ է պետք, այլ պաշտպանունակ։ Հարգելիներս, նախ մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Դուք վտանգ չեք տեսնում, որ հնարավոր է սահմանել։ Բայց դուք երկրորդ հարցն եք տալի, ես երկրորդ հարցին չեմ պատասխանում։ Դուք ժողովրդավար չեք։ Ժողովրդավարությունը հիմա խոսքը պիտի տա ազատությանը։ Այս սուվերեն տարածքի մասին խոսեցիք, Հայաստանի սուվերեն տարածքը Ադրբեջանի տարածքից զգալի հատված Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, ամենաշատ ինքնիշխանության պաշտպանությունից խոսող քաղաքացիական պայմանագրի իշխանության պայմաններում։ Օրինակ հետաքրքիր է, ռեալ հնարավորություն դուք տեսնում եք, որ ՔՊ-ի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանության սուվերեն տարածքները վերականգնվեն գան նախկին ուրեմն դիրքին։ Ինչով եք տեսնում, կարող եք մանրամասնել հասկանանք, որովհետև Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Դուք վստահ եք, որ Հարգելի գործընկերներ, Պարոն Պապիկյան, շաբաթ օրվա միջոցառումը Հյուսիսային Կորեայի տպավորություն է թողել մարդկանց։ ադրբեջանական զորքերը հեռանալու են Հայաստանի տարածքից։ Դուք վստահ եք, որ դա լինելու է Փաշինյանի օրոք։ Պարոն Պապիկյան, շաբաթ օրվա միջոցառումը մարդկանց մոտ Հյուսիսային Կորեայի տպավորություն է թողել, ինչպես կմեկնաբանեք։